Անդադար այդ թվում եւ դուք տեսնում ենք ու եթերով այսպես վրտոված Գյումրի երկուսից եք խոսում կանխելու ենք այնպիսի տպավորություն է որ մեծագույն հանցագործությունը իշխանությունը փորձում կանխել հատկապես որ նմանատիպ սցենար դուք իրականացրել եք նկատի ունեմ քաղաքական թիմը Երևանում երբ որ ձեր քաղաքապետի տեխնացուն 8-9% էր հավաքել եւ միանձնել չէր կարողանում քաղաքապետ դառնալ նրան օգնեց Սխալներ չանել, քաղաքացիական պայմանագիրը Երևանում, եթե չեմ սխալվում, 33% էր հավաքել, ոչ թե 8-9%։ Երկրորդը Երևանում 9%։ Հարգելի գործընկերներ, ձեռեք առնում։ Հաջորդը հանցագործություն չի ընտրություններում հետընտրական կոալիցիաներ ստեղծելը, ձևավորելը եւ իշխանություն դառնալը, դա նախատեսված է ուղիղ ընտրական օրենսգրքով։ Հանցագործությունը կաշառակերությունը։ Սա մեկ, երկրորդը ոչ անպայման է, որ ամեն ինչ, որ հանցագործություն չի, լավ բան լինի։ Հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է եւ դա պետք է կանխել։ Արդյոք դա հանցագործություն է ինքնին։ Եթե արդար ընտրվեն, հանցագործություն չի, բայց շատ վատ բան է։ Որ օրինակ Այն որ մի ընդհատեք ինձ էլի, չէ, Երևանում Քոչարյանն ու օլիգարխները չեն եկել իշխանության։ Օրինակ Վարդանիկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ինչի արդյունքում, երբ որ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական եւ ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկերի եւ հետընտրական համագործակցությամբ Վարդանիկը ընտրվեց քաղաքապետ, ինչը ինքնին հանցագործություն չէր, բայց դրանից ուղիղ 6 ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով։ Հիմա ինչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները տարբեր բլոկների բաժանված հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն եւ կան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որպեսզի իրավապահները անեն իրենց գործը։ Եվ հետևաբար ինչպես է պետք կանխել այս սցենարի իրագործումը։ Մարդիկ Քոչարյանին եւ երկու օլիգարխներին պիտի տան 0 քվե, որովհետև Քոչարյանն ու օլիգարխները մենք տեսել ենք ինչպես իշխանություն են եւ ես կարծում եմ մենք չենք ուզում նման իշխանության կրկնել։ Հիմա խնդրում եմ ներողություն, հարգելիներ, ես ձեր համար եմ, բայց կթողնեք մի հատ։ Հիմա չէ ներողություն, հիմա խնդրում եմ հերթով հարցնել։ Սկսենք այս ժողովրդավար ենք, հաջորդ հարցը։ Ինչ։ Սիրելի լրագրողներ, ինձ թվում է հարցերը մեկ-մեկ պետք է մնան ոչ աբսուրդային ժանրում։ Ես քաղաքական գործիչ եմ եւ կոչ եմ անում մեր քաղաքական հակառակորդներին քվե չտալ։ Իսկ եթե քվե տան, ինչ եք անում։ Ինչ աշխատում ես ժողովրդավար չեմ։ Հա, բան 37 թիվն է, բան եմ անում, սպառնում եմ, հա։ Իսկ եթե քվե տան, ինչ եք անելու։ Եթե քվե տան, ուրեմն դա ժողովրդի ընտրությունն է, բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդը պիտի, բայց ես չեմ, երբ որ ես ասում եմ թույլ չենք տալու, ես նկատի ունեմ, մենք եւ ժողովուրդը մեր քվեով թույլ չենք տալու, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները հիմա դա եղել է, ինչը հիմա դուք ինձ մեղադրում եք, որ մարդիկ ընտրել են այս կամ այն կուսակցությունը։ Շատ լավ, եւ մենք հարգում ենք մարդկանց։ Բայց մենք չենք հարգում օլիգարխատը, առանձնապես չենք հարգում պարոն Քոչարյանի ներողություն իհարկե խնդրում եմ։ Չվիրավորվեք դրանից։ Պատկերացնում եք դիմադիր խմբակցության պատգամավոր։ Մենք կարծում ենք, որ մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 26 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Եվ նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ երկու օլիգարխները եւ ընդհանրապես բոլոր օլիգարխները պետք է մեր թիմում օլիգարխ կա, պետք է բոլոր օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից եւ խորհրդարանից։ Դուք չլինեք իշխանություն, դուք ձեզ պատկերացնում եք ընդդիմադիր պատգամավոր։ Ինձ թվում է ձեր հարցը կներեք իհարկե, բայց տավտոլոգիա է, պարզ է, որ եթե մի ուժ իշխանություն չի, ուրեմն ընդդիմություն։ Տեսեք, օլիգարխի դասական ձևակերպությունը, որ մարդը, որը բիզնեսմեն է, մեծ ծակներ ունի տնտեսության վրա, դա չի սահմանում։ Նաև անում է քաղաքականության վրա որոշումներ կայացնել եւ ըստ այդմ, եթե տնտեսությունն ու բիզնեսն ու քաղաքականությունը իրար փոխկապակցված են տվյալ անձի որոշումների
իշխանությունները ազդեցություն նա է օլիգարխ։ Հիմա եթե դուք օրինակ այս բացատրությանը չեք հավատում, նաև Նիկոլ Փաշինյանի ասածներին չեք հավատում, որ 2018-19 թվականներին ասում էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Հիմա որ ասում եք Քոչարյանին եւ երկու օլիգարխներին թույլ չենք տալու գալ, ինչ օլիգարխ նկատի ունեք։ Գագիկ Ծառուկյանը Խոշոր գործարար է, որը ուզում է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա։ Կուսակցության ղեկավար է։ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ստեղծել է կուսակցություն, դարձել է դրա ղեկավար եւ փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Դրանք եւ սա օլիգարխի դասական սահմանում է։ Հիմա մենք կարող ենք, չգիտեմ, լեզվաբանական բանավեճ ունենալ, բայց ես վստահ եմ, որ բոլորը հասկանում են ինչ է նշանակում օլիգարխ եւ բոլորը հասկանում են, որ օլիգարխները չպիտի եւ կամ լավ չի լինի, որ հասնեն Պարոն իշխանության։ Ռուբինյան, դուք մի տեսակ մի քիչ բան ձևակերպ, Կիկոսի մահ չեք սարքում, դեռ որևէ ուժ չի հայտարարել մյուսի հետ, դաշինք կազմելու, կոալիցիա կազմելու, մի րոպե ավարտեմ։ Չէ, բայց միակա դուք ինձ ընդհատում եք, ես էլ ձեզ եմ ընդհատում, չէ, որտեղ ձեր միտքը հասկանալի է։ Այդպես չի, հայտարարել են եւ Ռոբերտ Միվարկյան, որը դուք եք ներկայացնում, պարոն Ռուբինյան, դա համագործակցության մասին դրանց շուրջ հայտարարություն չկա։ Սիրելի շողի, կա ասում։ Լավ, ասեք։ Կա, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պետք է ընտրությունների գնալ մի քանի բլոկով եւ համագործակցությամբ հեռացնել այս իշխանությանը։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից եւ Ծառուկյանի մոտ գործուղված Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրիի երկրորդ սցենարն է։ Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի զարմիկը հմեկի եթերում հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրիի սցենարի կրկնությունն է, բոլորը կարող են գնալ, չալարել, գտնել, տեսնել, բառացի, դրանք արված են։ Եվ հետևաբար ակնհայտ է, որ իրենց նպատակը դա է։ Ինչ վերաբերվում է Կիկոսի մահի մասին չի հարցը։ Կիկոսի մահի մասին չի հարցը։ Ես ընդամենը ասում եմ հետևյալը, մենք ասում ենք ընդամենը հետևյալը։ 2026 թվականի հունիսի 7-ին լինելու է ընտրությունը բարեբախտաբար կամ ցավոք, հետևյալի վերաբերյալ։ Իրենք քվե են տալիս գործող իշխանությանը մարդիկ, թե քվե են տալիս Քոչարյանին եւ երկու օլիգարխներին իրենց արբանյակների հետ միասին։ Այստեղ շատերը կարող են ասել, բայց ինչու կան նաև այլ ուժեր։ Շատ լավ, ես դեմ չեմ լինի, եթե այլ ուժերն էլ ձայն ստանան։ Բայց Քոչարյանը եւ երկու օլիգարխները չպիտի քվես տան։ Ժողովուրդ կներեք, պարոն Ռուբինյան, ստացվում է, որ անհանգստություն ունի ամեն դեպքում իշխանությունը, որ ընդդիմությունը կարող է կոնսոլիդացվել։ Արդյոք իշխանությունը ունի որոշակի հարցման տվյալներ, այսինքն որևէ տվյալ, որը վկայում է, որ ընդդիմության կոնսոլիդացիան վտանգ է ներկայացնում իշխանության համար։ Հիմա դուք կարող եք ասել լավ չի, բայց ամեն դեպքում դուք ունեք տվյալներ, հաստական տվյալներ։ Բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ քաղաքացիական պայմանագիրը մի քանի անգամ գերազանցում է ցանկացած ընդդիմադիր ուժի մի ընդհատեք ինձ խնդրում եմ վարկանիշով հարցը դե այնքան եք ընդհատում որ արդեն շարժում եք մտածում եմ ընդհատում եք այդ առումով անհանգստություն չկա բայց ես կարծում եմ մեր քաղաքացիները պիտի իմանան ինչ է կատարվում քաղաքական դաշտում նրանք պիտի իմանան որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են տարանջատվել միմյանցից կեղծ կերպով Հա, օրինակ մի ուժից մյուս ուժ մարդ են գործում, օրինակ, չգիտեմ, Վարդևանյան Արամը սկզբից Քոչարյանի ուժի падգամավորներ եւ Քոչարյանի փաստաբաններ, հիմա Ռուսաստանցի օլիգարխի փաստաբանն է եւ նրա թիմի ներկայացուցիչ։ Թևանյան Անդրանիկը սկզբից Քոչարյանի թիմի падգամավոր էր, հիմա Ծառուկյանի մոտ է։ Այսինքն, սրանք բայց մի վարքյան արա սիրելի գործընկերներ, խնդրում եմ ես ձեզ, էլի, եկեք պայմանավորվենք։ Ես խոսում եմ, դուք չեք ընդհատում, դուք հարց եք տալիս, ես չեմ ընդհատում։ Ես իրոք հոգնել եմ, էլի, ես ամեն ինչից։ Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ։ Հայտնի է, որ դուք էլ վարկանիշ չունեք բարձր։ Որտեղից է հայտնի։ Տարբեր հարցումներ Է որ հարցում է, այդ ոնց է անձն աչքով երևում։ Չէ, դա երևում է։ Չի երևում։ Դա տեսնում։ Լրագրողները ներողություն, ահա, տվեք, լավ, հա։ Դուք այնքան բարձր վարկանիշ չունեք, որպեսզի մեծամասնություն կազմեք
միայն Ով է դա ասում։ Ում հետ եք դուք համագործակցում։ Դե ձեր հարցը կներեք, բայց Այդտեղ չեք այրում կամուրջները։ ձեր հարցը կներեք, բայց շատ տարօրինակ էր եւ ոչ պրոֆեսիոնալ, որովհետեւ ես հիշում եմ 2021 թվականի ընտրություններից առաջ էլ նույն լրագրողները գալիս ասում էին դուք վարկանիշ չունեք, ընտրություններում պարտվելու եք, արդյունքը բոլորը տեսակ, բայց մի վարքյան թողեք ավարտեմ էլ։ Երկրորդն էլ ասացիք, ինչ ասացիք, չենք այրում կամուրջը, Քոչարյանի հետ կամուրջ չկա, Քոչարյանի հետ բոլոր հայ ժողովուրդը, ես կարծում եմ Հայաստանի ժողովուրդը Ես կարծում եմ 2026 թվականի հունիսի 7-ին պետք է Հայաստանի ժողովուրդը այրի բոլոր կամուրջները Քոչարյանի եւ ռուսաստանցի օլիգարխի հետ, մնացած օլիգարխների հետ, որպեսզի վերջապես ազգային ժողովը նորմալ քաղաքական բանավեճերի տեղ դառնա, ոչ թե որ գան դավաճան, այսինչ դավաճան, այսինչ այդ ամեն ինչը Նաեւ կարծում եմ, որ մեր մամուլը պետք է վերջապես այրի կամուրջները Քոչարյանի, Սերժ Սարգսյանի փեսու, չգիտեմ, այնտեղ տարբեր օլիգարխների հետ եւ վերջապես ստանա նորմալ, անկախ ֆինանսավորում, պիտի մամուլը հրապարակի իր ֆինանսական աղբյուրները, մի բանավիճակի հետ ես հարց ունեք, ձևակերպեք ձեր հարցը։ Կամուրջները, բա ինչի չեք այրում եւ Քոչարյանի պատկանող ընկերությունները տենդերներին մասնակցում եւ շահում, ինչի չեք այրել։ Չհասկացա, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանը ազատ երկիր է, ցանկացած Հայաստանը ազատ երկիր է եւ ցանկացած տնտեսվարող կարող է Հայաստանի օրենքների շրջանակներում վարել իր տնտեսական գործունեությունը եւ մենք երբեք էլ չենք թաքցել, որ մենք քաղաքական դրդապատճառներից ելնելով որևէ բիզնեսի չենք նեղություն տալիս, շնորհակալ եմ դա հաստատելու համար։ Չէ, դա հաստատելու չի։ Նշեցին, որ սպառնացել եք հոգեվորականին, իսկ ուր է խոսքի ազատությունը այդ դեպքում։ Այդ մարդիկ փաստաբաններ չեն, նրանք քաղաքական գործիչներ են եւ ես համաձայն չեմ նրանց դիտարկումների հետ։ Ինչով է արտահայտվել իմ սպառնալը։ Օրինակ քաղաքական իշխանության ներկայացուցիչը քաղաքական իշխանության ներկայացուցիչը գնում է եկեղեցի եւ հարցերը փորձում բարձել քահանայի հետ իր տեսակետը հայտնելու համար։ Ոչ, ես քահանային տեսակետ հայտնելու համար ոչինչ չեմ ասել։ Ես ասել եմ, որ որևէ քահանա եւ շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը դեպ ոչ միայն քահանաները ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն պարտավորեն խտրականության չենթարկել մարդկանց եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին, ոչ թե Քոչարյանի եւ օլիգարխների շտաբում, Քոչարյանին եւ Իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում եւ իդեպ կներկայանաք դուք ոտ լրատվամիջոցից եք։ Արմատ մեդիան ում է պատկանում։ Ով է ֆինանսավորում Արմատ մեդիան։ Երբ որ հաշվետվությունը լինի բայց ինչ խնդիր կա ասեք։ Հրաժարվում եք ասել։ Չէ, ես ուզում եմ իմանամ ում հետ եմ խոսում։ Ես էլ ասում եմ Մանբալի Արաքելյանի։ Չէ, նկատի ունեմ որ լրատվամիջոցի ներկա։ Չէ, ուզում եմ հասկանամ դա ինչ լրատվամիջոց է։ Ես էլ ասեցի, եթե Կա որևէ մեկը այստեղ որ գիտի Արմատ մեդիան ում կողմից է ֆինանսավորվում։ Ես չեմ ասում խնդիր կա թե չկա, ես ուզում եմ հանրությունը եւ մենք բոլորս իմանանք ով է օրինակ ես գիտեմ TV5-ը ուղիղ կապի մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Բոլորը սա գիտեն եւ ամենայն արգանքով նորմալ է դա, լավ է թող բոլորը իմանան։ Հիմա ես երբ որ TV5-ը օրինակ ինձ հարց է տալիս, ես գիտեմ որ այդ հարցը ինձ այդ թվում տալիս է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ես ուզում եմ իմանամ, երբ որ Արմատ մեդիան է ինձ հարցը տալիս, ով է ինձ հարց տալիս։ Ռոբերտ Քոչարյանն է տալիս, Սերժ Սարգսյանն է տալիս, Սերժ Սարգսյանի փեսան է տալիս, թե ռուսաստանցի օլիգարխի թիմն է այդ հարցը։
Դե երբ որ խնդրում եմ մի գոռացեք, խնդրում եմ մի բղավեք ինձ վրա, էլի։ Խնդրում եմ մի բղավեք ինձ վրա։ Այլ հարցեր կան, այլ հարցեր կան, այլ հարցեր դեմ պայքարում։ Տեսեք, օրինակ, թվում է թե TV5-ի լրագրողն է սա ինձ ասում, բայց սա ինձ ասում է Ռոբերտ Քոչյանը։ Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչյանի։ Դուք պատմել եք հայրաքելական եկեղեցու դեմ պայքարում, Մենք հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար չենք մղել, որ պատմեք իջև հունվար վեհափառը պետք է Ով է ասել հրաժարական տա։ Հիմա 10 Ով է ասել նման բան։ Դուք եք ասում։ Ով։ Անուն ազգամ, ես այդպիսի բան չեմ ասում։ Ոչ ես, ոչ բոլորս այդպիսի բան չենք ասում։ 10 եպիսկոպոսներից մեկը, այսպես ասած, հետ քայլ է արել։ Սա Ես չգիտեմ ինչ իմաստ է։ Զրույցից հետո ինչպես Հարց եմ տալիս գոռում ես կողքից։ Չգիտեմ։ Գյումրի երկու թույլ չտալու համար արդյոք իշխանությունը օրինակ կգնային ճանապարհով, որ որոշ ուժերի չգրանցի ընտրություններին մասնակցել։ Իշխող ուժը չի գրանցողը, եթե խոսքը ընտրությունների մասին է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ իր որոշումները կայացնում է ըստ ընթացակարգերի։ Չգիտեմ, չեմ կարող ասել ինչ իմաստ է խոսքը։ Եթե որևէ կուսակցություն եւ որևէ տեխնացու ոչ մի հակաօրինական բան չի արել եւ համապատասխանում է բոլոր չափանիշներին, ինչու չպիտի գրանցվի։ Հիմա այդպիսի կուսակցություն Ինչ։ Մենք բարձր ցուցանիշ ունենք 50-ից ավելի ձայն են գրավել, այնուամենայնիվ Բայց հանգստություններ ունենք, որ ընդդիմության համախմբումը կարող է իսկապես վճռորոշ լինել եւ Սիրելի գործընկերներ, մենք ես կապետ շատեր են այս հարցով անընդհատ լայվեր մտնում, դասաձայնում, որ ժողովուրդ ջան հասեք, ուզում են համախմբվել։ Հարգելի լրագրողներ, հարգելի լրագրող, ախր լավ մի քիչ հարցը կարճ։ Հա, բայց շատ երկար եք ձևակերպում, կեսը ելույթ է ատում։ Բայց մի վարքյան թողեք էլի։ Հարգելի սիրելի լրագրողներ եւ գործընկերներ, ես հասկանում եմ իհարկե, որ ձեր լրատվական քաղաքականությունը ենթադրում է զուգահեռ երկու թեզի առաջ մղում։ Թեզ համար 1 ԿՊ-ն դիկտատորական եւ հանցագործ ուժ է, որը վախի մեջ է պահում բոլորին, սպառնում է բոլորին, ծեծում է բոլորին եւ այլն, եւ զուգահեռ նարատիվ համար 2 ԿՊ-ն խոճապի մեջ է, բոլորը ճամփրուկները հավաքում են։ Կհամաձայնեք, որ նախ դրանք իրար այդքան էլ չեն համապատասխանում, որտեվ եթե 37 թիվն է, այդ ոնց է ԿՊ-ն խոճապի մեջ։ Բայց իրականում երկու թեզերն էլ կատարապես սխալ են, որովհետեւ ոչ 37 թիվն է, ոչ էլ ԿՊ-ն խոճապի մեջ է։ Մենք մոտենում ենք ընտրությունների, մարդիկ նայում են, տեսնում են, պետք է դիտարկեն քաղաքական ուժերին, պետք է դիտարկեն իրենց ծրագրերը, պետք է դիտարկեն տեխնացուներին։ Հիմա կամ էլ անհանգստություն։ Հիմա քաղաքացիական պայմանագիր եք ներկայացնում եք իր տեսլական ապագայի վերաբերյալ ընդդիմադիր ուժերը իրենց։ Ես որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ պնդում եմ, որ Քոչյանի եւ երկու օլիգարխների ընտրությունը եւ իշխանության գալը նշանակում է կոռուպցիայի վերադարձ, նշանակում է խաղաղության, այսպես ասենք, առնվազն մեծագույն ռիսկի տակ լինել։ Ինչու եմ ես նաև պնդում, որ Գյումրի երկրորդ սցենարը վատ սցենար է։ Օրինակ ես տեսել եմ քաղաքական գործիչներ, լրագրողներ, խմբագիրներ, ասենց իրանց միամիտ տեղ դրած ասում են, բայց ինչ վատ բան կա Գյումրի երկրորդ սցենարի մեջ։ Դե առնվազն մի հատ վատ բան կա, չէ՞ որ ընտրված քաղաքապետը կաշառակերության մեղադրանքով։ Ես շատ անհանգիստ եմ, երբ որ քաղաքապետերը կաշառակերության մեղադրանքով ձերբակալվում են։ Ես ընդհանրապես մի վարքյան էլի, ներողություն էլի, մի վարքյան։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ որևէ մեկը կաշառակերության Դուք խնդրում եմ։ Այդ ռեպլիկի փոխանակ կողքից ռեպլիկարը ասեց, մեզ ֆինանսավորում է, էս ինչ է։ Հա։ Բայց ինչ հաշակում ոչ մեկ։ Ինչ ասեմ։ Ո՞վ է ֆինանսավորում ձեր հաշվետվություն։ Ես չգիտեմ, ես հաշվապատվական։ Բայց չգիտեք ում համար եք աշխատում դուք։ Ես աշխատում եմ լրագրող։ Կարող է բարձվի ինչ որ, կարող է բարձվի։ Մեկի համար եք աշխատում։ Չէ, նկատում եմ դուք չգիտեք ում մոտ եք աշխատում, հիմա կարող է բարձվի, կարող է չար ուժերն են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ով է ֆինանսավորում, խնդրում եմ ասել։ Լավ, պարոն Ռուբինյան, չի կարելի սա։ Բայց միտքը սկիզբ մնաց, խնդրում եմ մի բղավեք, էլի ինձ վրա։ Խնդրում եմ մի բղավեք ինձ վրա։
Երբ որ մարտին հաշվետվությունները Լավ, իմ ուղղությամբ մի բնավեք, էլի խնդրում եմ, էլի, ցածր, ավելի ցածր, խնդրում եմ։ Երբ որ մարտին հաշվետվությունների ժամանակը կգալերացնելու կնայեք մեր մեծակ չի լրացի, այդ ժամանակ այդ հաշվետվությունները լավ օրեցես, խնդրում եմ, նա թողեք, մի խանգարեք, բայց միտքս ախր կիսատ մնացել է։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ ձերբակալվում են կաշառակերության մեղադրանքով, որովհետև ես կարծում եմ, որ կաշառակերությունը վատ բան է։ Դե համար լավ կլիներ, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, բայց ինչ վատ բան կա, հասկանան, որ վատ բանը կաշառակերությունն է։ Բացի դրանից, Ինչ կաշառակերություն։ բայց ես խնդրում